Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Դերասանուհու հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ նրա ամուսնությունից հետո։ Սկզբնական շրջանում դերասանուհին չէր խոստովանում, որ իր անձնական կյանքում նորություն կա, ապա հանդես եկավ նորությամբ նշելով, որ տևական ժամանակ իր սիրտը զբաղված է և ինքը նշանադրվել է։ Ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, թե ով է Ռոզա Դավթյանի սիրելին։ Տարբեր տեղեկություններ հնչեցին այս մասին, իսկ Ռոզան պարբերաբար խուսափում էր հրապարակումներ անել իր սիրելիի մասնակցությամբ, իսկ հրապարակումներում թաքցնում էր նրա դեմքը։ Արդեն հարսանիքի օրը նա ամբողջական կադրեր ներկայացրեց իր հետևորդներին, որից հետո կրկին այնքան էլ շատ չեն հրապարակումներն իր ամուսնու Գուրգենի մասնակցությամբ։ Երեք համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ դերասանուհին և իր ամուսինը սրճում են երևանյան սրճարաններից մեկում։ Լուսանկարը պատահական է արվել և նրանք տեղյակ չեն այս մասին։ Այս լռությունը ինչ հաճելի է, ամեն օր արժե ժամերին արթնանալ և վայելել այս ամենը։ Գնում եմ նկարահանման, մեր մյուս նախագիծն է, քանի որ այսօր նաև աղմալի համերգին է, ակմալ, շուտ ենք, շուտ ենք դրել նկարահանումները, որ հասցնեն։ Մեյքափս արեցի ավտոյի մեջ, արդեն 2 տեսարան նկարվեցի, խոսքով я молодец։ Երեկվա կահույքի էջերի համագործակցության համար շուրջ 200 ռեալ էջերից, մնացած ֆեյք, չգիտեմ անանուն էջերից չեմ ասում, ռեալ էջերից շուրջ 200 նամակ եմ ստացել։ Հիմա միասին մենեջերի հետ գնայինք, կընտրենք էջերը և կուղարկենք համագործակցության առաջարկները։ Այսօր 3-րդ անգամ ես գեստափոխվում եմ, գնացի խանութ եկա, հիմա նման նորից նկարահանման։ Այն սիրուն արևոն, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը նորություն ունի։ Այս նորությունը կապված էր նրա ստեղծագործական գործունեության հետ։ Վերջինս նոր նախագծում է ներկայանում և հենց այս նախագծի նկարահանումներից էլ մի քանի կադրեր հրապարակել է Instagram-յան հարթակում։ Հերթական հրապարակման մեջ դերասանուհին հիվանդանոցում է, կաթիլային է ստանում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ։ Շատերը կարծել են, թե դերասանուհին իսկապես հիվանդանոցում է հայտնվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս ամենը պարզապես նկարահանման հրապարակից է։ Նշենք նաև, որ դերասանուհին նկարահանվում է մի նախագծում, որտեղ նրա հետ է դերասանուհի Իռա Հարությունյանը։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը, դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր, հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ձնեց գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, սիրիլ է քեզ, ուժս,
հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավորենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Այնքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը։ Մամային եւ աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ։ Կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս։ Այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին։ Գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սենց պատրաստված բան վիճակները մնաց տան համարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ ես մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում եւ վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է եւ կարծեմ մի տարի եւ անվավերաճանաչվում նաեւ ձեր տեսական քննությունը ես հանձնել եմ 3 օր պարապելով 19 թե 18 հավաքելով առաջին անգամից հիմա անվավերաճանաչվեց մի տարի ես ոչ մի բան չարեցի նորից պիտի գնամ տեսականը հանձնամ որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին ատամնաբուժարանը ես որ գնացել ես մի կողմից լրիվ թմրած է խոսելուց էլ կնկատեք դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու հիմա ոչ կարողանում եմ ժպտամ ոչ չժպտալն է ճիշտ սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ չգիտեմ նկատեցին չնկատեցին չնայած մի հատ էլ հաստատ անմոտ շենքի մոտեցան նկարվելու Ինքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման եւ չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այն սենց կցել եմ, ինչ ես սարքում? Սարքում եմ իրով, Ինչով? սիրտդ ինչով որոզիմ, Լավաշով հումորով ու մեկ նման Մայրիկիս Այս Զրզմփա Այս տանջակի Զրզմփա ապարատը վերել է, որ պիրոտ սարքի Ուզում եք ռեցեպտն ասեմ դուք էլ սարքեք Կասեցնամ գաղտնիքները Չէ Կարոք առուչյան կամ եմ տենում, որ ծյորք են Որ հարմ է մեջ Հետո 5 ձույ աստեղ լցրել Այդ կարակը լցնելու է սրա մեջ Հետո Կարակը ավելացրեցինք Ինչին Ախորսամա Ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած Ձվին Կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին Տեսակին, հետո ձետ ու կարակ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է Քացախ խնդորիմ Մի րոպե, ինը սմետանի քացախ է Չէ, հիմա քացախ ենք ավերած Բայց ես ինչ է, սմետանու ինչ Սոդա Սոդա, բա մածուն Մի գտարել մածուն Ու հիմա է քացախ
Վա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես գցեմ մեջ։ ասում Մարիա քուրիկա հետ մամային է, մամա շուտ արա Այ Դե ասա հետո Ավելացրեց Սմետան մածուն կալաբարացյան Սյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր Իպր ինքն է սարքում էլի սաղ ռեցեպտը ես ասեցի Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին Ով ինչ կարա սարքում է Արդեն ուշ Կարող ես խնձոր պիտքա վերջում շարենք Ոչ Մամ ես ինչ է Մամ դե խոսա Մամ ինչ ես Աղցան Այո, Ինչով փոփոխ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ? Այո Լավ էլ պատրաստենի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիա ես շատ սիրում ես Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։